Շերի մաֆակումբը և Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Մաֆիան քաղաքում։ Երբ մեկ վայրում հավաքված են 10 անհատ, ովքեր պատրաստ են փիլիսոփայելու, տրամաբանելու, նույնիսկ անտրամաբանականը եւ բնականաբար ուզում են միմիայն հաղթանակ, ուրեմն մաֆիան է քաղաքում։ Տիկնակ եւ պարոնայք, բարի երեկո, հարգելի մասնակիցներ։ Երկրորդ եթերաշրջանն է Մաֆիան քաղաքում նախագծի, ուրախ եմ ողջունել բոլորիդ։ Ողջույն բոլորին։ Հարգելի բարեկամներ, շատ ուրախ եմ տեսնել ինձ ծանոթ եւ սիրելի դեմքեր։ Բարև ձեզ ընկերներ, շատ ուրախ եմ նոր ծանոթությունների համար եւ հուսով եմ այսօր մենք կունենանք հետաքրքիր խաղ, հրաշալի խաղ նույնիսկ։ Այնպիսի խաղ, որ հեռուստադիտողը անպայման շատ լցված էներգիայի մեծ պաշարով եւս մեկ անգամ համոզված, որ դուք լավն եք, շատ լավն եք, լավագույնն եք, կհեռանա էկրաններից եւ կսպասի հաջորդ անգամվա մեր հանդիպմանը։ Հուսով եմ բոլորդ գիտեք եւ հիշում եք խաղի կանոնները, չէ, համոզված եմ, որովհետեւ այստեղ բոլորն էլ պրոֆեսիոնալներ են, թե իրենց գործի եւ թե այս խաղի։ Բայց հուսով եմ նաեւ հիշում եք, որ յուրաքանչյուր լավ եւ կարեւոր բան ունենում է ընկերներ եւ գործընկերներ։ Այ հենց նրանց մասին էլ մենք մի պահ կխոսենք։ Նախագծի գլխավոր հովանավորներն են Իջևանի գինու գործարան, Զորելլի ծառայությունների հարթակ, Գտիր անհրաժեշտ մասնագետին Զորելիում, 180+ ծառայությունների վերիֆիկացված մասնագետներ, մեկ հարթակում, ընտրիր ծառայությունը, լրացրու պահանջվող մանրամասները, ստացիր առաջարկներ մասնագետներից ու համեմատիր։ Հարմար տարբերակը հաստատելուց հետո մասնագետը կայցելի ու կկատարի պատվերը։ Զորելի, օգնող ձեռք յուրաքանչյուր ընտանիքի համար։ AH Travel տուրիստական ընկերություն։ Ճամփորդությունը պարզապես տեղ հասնել չէ, դա զգացողություն է, որը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Բարի գալուստ LH Travel, ձեր վստահելի ուղեկիցը աշխարհի ցանկացած ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք ոչ թե ուղղակի տուրեր, այլ հիշողություններ, որոնք մնում են ձեզ հետ երկար տարիներ։ Պլանավորիր քո հաջորդ ճանապարհորդությունը մեզ հետ 077 52 18 12 LH Travel, ճանապարհ դեպի քո լավագույն հանգիստը։ Հովանավորներն են Տակտիկալ բունկեր, Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը, Սա լավ տեսք չունի։ Ուզում ես շտկենք։ Հա, շատ ավելի լավ է։ Մոգո, ստացիր անգրավ վարկ եւ դարձրու կյանքի բարեփոխումները հասանելի։ Այբոլիթ հեռախոսների եւ աքսեսուարների մասնագիտացված խանութ սրահների ցանցը, Կեչուտ ռեստորանային համալիրը, Վարվիքս մսամթերքի արտադրամասը։ Ցուցադրման հովանավորներն են Like.net ընկերությունը,
LikeNet ընկերությունը մատուցում է ինտերնետ եւ հեռուստատեսային ծառայություններ։ Մեզ հետ դուք ստանում եք անխափան ինտերնետ եւ բարձրորակ բազմաթիվ հեռուստաալիքների դիտման հնարավորություն։ Հատուկ առաջարկ, հրավիրիր ընկերոջդ եւ ստացիր 1 ամիս անվճար ինտերնետ։ LikeNet, որակյալ կապի ձեր վստահելի ընտրությունը։ Լեդիզոն կանանց մարզասրահների ցանցը։ $379 գարեջուր։ Full Service Consulting հաշվապահական ընկերությունը։ Ինչպես գիտեք, մաֆիայում կան կարմիր եւ սև խաղացողներ։ Այդ իսկ պատճառով Full Service Consulting-ը այսօր ներկայանում է այս հանդերձանքով։ Full Service Consulting հաշվապահական ընկերությունը համագործակցում է Մաֆիան քաղաքում հաղորդաշարի հետ եւ հայտարարում ենք, որ եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները կստանան 100,000 դրամ արժողությամբ նվերքատեր մեր բոլոր ծառայություններից օգտվելու համար։ բոլորիդ մաղթում ենք բարի դիտում։ Դե ինչ, եթե դուք պատրաստ եք, իսկ ձեր հայացքներից ես զգում եմ, որ դուք պատրաստ եք խաղը սկսելու, ճշտենք, մենք պատրաստ ենք, Լիկա ջանս, մենք պատրաստ ենք, շատ լավ, մի փոքր ամպերություն, գիշեր քաղաքում։ Խաղին մասնակցում են 10 մասնակից։ Նրանցից 7-ը կարմիր են, 3-ը սև։ Կարմիրների ղեկավարն է Շերիֆը, Սևերինը, Դոնը։ Առաջին գիշերը բոլոր մասնակիցները ընտրելով խաղաքարտ ծանոթանում են իրենց դերին։ Խաղաքարտին ծանոթանալուց հետո արթնանում են 3 սևերը, Դոնի գլխավորությամբ, ծանոթանում են միմյանց հետ եւ Դոնի նշանով որոշում են հաջորդող 3 գիշերվա զոհերին։ Ամեն գիշեր Դոնը իրավունք ունի փնտրել շերիֆին։ Ստուգման հնարավորություն ունի նաև խաղի շերիֆը, պարզելով կասկածյալի գույնը։ Ցերեկային փուլում յուրաքանչյուր խաղացող ունի 1 րոպե խոսելու ժամանակ, որի ընթացքում նա պետք է արտահայտի իր կարծիքը այլ խաղացողների վերաբերյալ։ Համար 1։ Այս խաղի մեջ 2 գույն կա, չէ՞։ Ես ընտրության 2 հնարավորություն ունեմ։ Բայց այս մի գույնը առանց այն մի գույնի չի լինում, այդ պատճառով 2 գույնն էլ սիրում եմ։ Եթե ճիշտ տեղում են, էլի։ Համար 2։ Հուսով եմ այս խաղի մեջ ինտրիգա չեմ ունենա ու հանգիստ խաղ կընթանա եւ անպայման հաղթելու եմ մինչեւ վերջ։ Համար 3։ Եկել եմ խաղալու մարտական տրամադրված, լավ տրամադրված, բարի տրամադրված։ Համար 4։ Իմ կարծիքով կհաղթենք, որովհետև եթե ես խաղում եմ թիմում, ես ամեն ինչ անում եմ, որ թիմը հաղթի, ինձնից ինչ կախված է, ես ամեն ձև կանեմ, որ մեր թիմը հաղթի։ Համար 5։ Ես իրականում սիրում եմ սև խաղալ կամ շերիֆ։ Հուսով եմ այսօր այդ քարտերից ինչ-որ մեկը կընկնի ինձ։ Համար 6։ Որը ընկնի, կարևորը որ մնամ մինչև վերջ խաղում եւ հաղթանակած դուրս գամ, բայց ցանկալի կլինի որ կարմիր լինի։ Համար 7։ Ես քանի որ բնավորությունով լիդեր եմ ու մաքսիմալիստ եմ, ես իհարկե ուզում եմ հաղթեմ ու ամեն ինչ կանեմ, որ հաղթեմ ու իմ կոմանդան անպայման հաղթի։ Համար 8։
միայն ու միայն հաղթանակ ենք ակնկալում, լավ թիմակիցներ ունեմ ու հույսով եմ կարմիր կընկնեմ, հետևաբար կհաղթենք խաղը։ Համար 9։ Կարևորը հետաքրքիր խաղ լինի եւ կարմիրները իրար զգան, սևերը իրար զգան։ Վարողն էլ շատ սահուն անցկացնի։ Համար 10։ Ինձ թվում է այդքան էական չի կհաղթենք, թե չէ, ավելի շատ ես հակված եմ նրան, որ ունենանք հետաքրքիր խաղ, հետաքրքիր տրամաբանված խաղ, այդպես ինձ թվում է բոլորս հագեցած կգնանք տուն։ Շնորհակալություն, քարտերը բաժանված են, արթնանում են բոլոր սևերը։ Սա խաղում միակ գիշերն է, երբ սևերը միաժամանակ արթնանում են։ Սևերը կարմիրներին հեռացնում են ամեն գիշեր, թիվ ցույց տալու միջոցով։ Բոլորը պետք է ցույց տան նույն թիվը։ Սևերը հեռանում են։ Ուզում եմ տեսնել շերիֆին։ Շնորհակալություն։ Առավոտ։ Բարի լույս բոլորին, բարի առավոտ բոլորին։ Տեսնում եմ բոլորիդ թարմ առավոտյան աչքերը եւ սկսում ենք առաջին օրվա քննարկումները։ Համար 1։ Բարի ձեզ ժողովուրդ, ուրախ եմ երբական անգամ ձեզ հետ խաղալու համար։ Մի անգամ ուզում եմ դիմեմ բոլորիս ասելով դա չի վերաբերվում սևերին։ Սևերը չեն մտնում բոլորի մեջ։ Ես ուզում խոսքս ուղղեմ կարմիրներին։ Խնդրում եմ ոչ ագրեսիվ խաղ։ Այս խաղը սիրում է համբերություն ու համբերություն։ Եթե ինչ-որ բան կա ասելու, մի քիչ զսպեք։ Համբերությունը դա կյանք է։ Ու հիմա խոսքս ուղղեմ սևերին։ Մի քիչ կարմիր եղեք, էլի, մի քիչ կարմիր եղեք, լուրջ եմ ասում։ Լավ, պարզ է իմ համար բոլոր սևերը, շնորհակալություն, խնդրում եմ բոլորից մաղթում եմ, աղաչում եմ լավ խաղ։ Շնորհակալություն համար 1, համար 2։ Շնորհակալություն, համար 1-ը շատ ակտիվ սկսեց խաղը, ու դա իմ դուր եկավ։ Կարայք իմ համար կարմիր խաղացող լինի։ Այս անգամ ոչ լքելու եմ խաղը, ոչ դուրս եմ գալու, ոչ ծալելու եմ։ Ոնը մեկ անգամ տվեք խաղամ էլ ես, երկու խաղի մեջ էլի մի անգամ։ Կարմիր խաղացող եմ, շատ պարզ, հասարակ, շնորհակալություն, պաս։ Շնորհակալություն համար 2, համար 3։ Ես նույնպես ողջունում եմ բոլորիդ, ուզում եմ, որ տաղավարը ջերմ լինի, սենց տաքուկ, ամենակարևորը։ Ես կարմիր խաղացող եմ, խաղամ կարմիրների հետ, երրորդ համարի անվան տակ մի փնտրեք սև խաղացող, հարգելի կարմիրներ, այնպես որ շնորհակալություն բոլորիդ մաղթում եմ լավ խաղ, հատկապես ձեզ շնորհակալություն, որ անցկացնում եք մեր կարևոր խաղ։ Շնորհակալ եմ համար 3, համար 4։ Ողջունում եմ բոլորին, ուրախ եմ ձեր հետ այստեղ գտնվելու համար։ Տեսեք, համար 1-ի ելույթը շատ հաճելի էր ու հենց կոնկրետ կանոններ, ես անցկաց վաբշե չունեցա։ Համար 2-ը ոչ շման չասեց ու տեխնացությունը նույնիսկ չդրեց համար 1-ի համար զոտ, որ համար 10-ը կիսի։ Նույնը համար 3-ը ոչ մեկի վրա տեխնացություն չդրեց զուտ կիսելու համար, ոչ թե կասկածելու համար։ Հիմա ես տեխնացություն կդնեմ, դե քանի որ 4-րդ պոզիցիան է իմը, ես պետք է տեխնացություն դնեմ, գոնե որ համար 10-ը կիսի, ես կդնեմ համար 1-ի վրա, որովհետև առաջի եթերաշրջանը ձեր տեսել եմ, շատ ուժեղ եք խաղացել։ Դրա համար ես կուզենամ ձեր վերլուծությունը լսեմ։ 10 վայրկյան։ Համար 10-ը արդեն կհասկանա երկրորդում ում հետ կիսի, որ ընդհանուր մի հատ եզրակացության կան, կարմիրներով հաղթենք, բոլորից լավ խաղ եմ մաղթում, 10։ Ժամանակ, շնորհակալություն, համար 5։ Ողջունում եմ բոլորին, ուրախ եմ այսօր այստեղ ձեզ հետ խաղալու համար, անդրադառնամ համարներով, համար 1-ը ինձ համար շատ լավ բացում արեց, ոչ մի ինչ-որ կասկած չունեմ համար 1-ի վրա, ու չհասկացա համար 4-ը ինչի հենց համար 1-ին միանգամից կիսելու համար դիտարկեց, համար 2-ի մասին եւս ինչ-որ բան չեմ կարող ասել, որովհետեւ ոչ սևական խոսքեր, համար 3-ն էր ինձ համար կասկածելի, ու համար 4-ի համար 1-ի վրա դրած տեխնատությունը, դրա համար համար 4 ջան, ես էլ խնդրում եմ ընդունել համար 4-ի տեխնատություն։ Համար 4 ընդունված է։ Համար, որպեսզի ունենանք տարբերակներ։ Փաս։ Շնորհակալություն։ Համար 6։ Բարի լույս բոլորիդ։
Այսպես կասեմ, համար 3-ը ինձ դուր չեկավ, խնդրում եմ ընդունեք համար 3-ի տեխնացությունը։ Համար 3 ընդունված է։ Համար 3 ջան, այդքան ջերմության բանի մասին խոսել, փոխարեն կարելի էր խաղալուց խոսեինք, այնպես խաղանք, որ հաղթենք, կարմիրներով հաղթենք։ Համար 4-ը, համար 5 ջան, այդքան տենց ինչ որ բան չասեց, ուղղակի ուզում էր երևի թե համար 1-ի ավելի խաղի հետ կապված կարծիք լսեր, ինձ թվում է ավելի շատ այդպես, դրա համար մի քիչ չեմ ուզում շատ 4-ի վրա բան ունենանք։ Համար 2-ը նեյտրալ էր, դե համար 1-ը շատ լավ գեղեցիկ բացում արեց, շնորհակալություն որի համար։ Համար 5 ջան, ձեզ կդիտարկեմ դեռ։ Փաս։ Շնորհակալություն, համար 7։ Ողջունում եմ բոլորին, առանձնահատուկ պարոն Հարությունյանին, որովհետև շատ գեղեցիկ կարմիր բացում արեցիք ինձ համար, շատ լավն էր։ 1, 2, 3, 4 չեմ տեսնում դեռ ինձ համար սև խաղացող, որը ինձ դուր չեկավ համար 5-ի տարօրինակ Համար 4-ը ոչ մի տենց առանձնապես բան չասեց, պրիչոմ ինքը բոլորին կարմրացրեց ու ինքը համար 1-ի հետ ուղղակի բացատրեց, որ ինքը ուղղակի դիտարկում է իր կանդիդատուրան, որ ընդամենը կիսի ու համար 10-ը կորոշի։ Նույնն էլ դուք համար 6, մի անգամից ձեր խոսքը բացումը դուք արեցիք համար 3-ից, որը բացարձակապես ինձ համար ոչ մի տարօրինակ բան չարեց, ընդունեք 5, ընդունեք 6, համար 10-ը կհասկանա թե համար 5 ընդունված է։ Կիսում։ Համար 5 Հա? Ես եմ կիսվում, խնդրեմ, խնդիր չկա, շատ ավելի լավ։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 8։ Ողջունում եմ բոլորիս, մեզ շատ լավ խաղ եմ մաղթում, էմոցիոնալ, կապ չունի ինչ մի խտ ունենա։ Ուրեմն համար 1-ը իմ համար էլ կարմրական է խոսացել, գույն չեմ տա այս պահին, որովհետև դա աբսուրդ կլինի, դες մի անգամից, իսկ մի անգամից անդրադառնամ համար 5-ին, 5 ջան, այս մեր 4 համարը շեշտեց, որ պոզիցիոնի դնում է համար 1-ին, որպեսզի 9 հոգի, 10 հոգի 9 հոգի խոսալուց հետո նորից լսենք այդ մարդուն։ Եթե սև եք, մի քիչ ուշադիր խաղացեք, շատ չսևանաք, հա։ Եկեք առանց վռազելու, ոնց որ մեր համար 1-ը ասեց, հասկանալով խաղանք, սիրուն խաղ լինի, քանի որ մեր ժողովուրդը պետքա նայի, էմոցիա տեսնի ու խաղի կլասիկա ցույց տանք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն համար 8, համար 9։ Շնորհակալություն, ես էլ եմ ողջունում բոլորիդ, շատ հաճելի է բոլորիդ հետ խաղալ այս խաղը։ Առանձնապես ինչ որ կասկածներ հələ որ չեն ձևավորվում մոտս, բոլորդ ինչ որ նորմալ խոսում եք, ինչ որ տեխնացություններ եք դնում, բայց այդ բանը կհիշացնեք էլի, որ ես ճշփոթ եմ էլի։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, համար 9, համար 10։ Համար 9-ը ինչ տեքստ էր։ Դեզանից առաջ 8 հոգի խոսացել է, դուք հələ կասկածներ չունեք, արդեն 7-ը 5-ի հետ չի խաղում, 4-ը դրել է 3-ին, արդեն ինչ որ չափով ձևավորված 4-ը դրել է 2-ին եք դրել, 1-ինը։ Արդեն այն նկատի ունեմ, ինչ որ չափով բաներ կան, էլի գրուպեր կան, ըստ է թմեր կան, կիսվում է 7-ը, 7-ից ստուգումը մեզի շատ բան կտա, եթե 7-ը սև է, իր հետի սևը կամ 4-ն է կամ 5-ը, բայց ինքը 4-ին թիմ վերցրեց, ես ավելի շատ մտածում եմ, որ 4-ն է իր հետի սևը, եթե համար 7-ը սև գտնվավ։ Դրա համար կիսվում է 7-ն ու 4, ընդունեք 7։ Համար 7 ընդունված է։ Ուրեմն 1, 2, 3, 4, 5 քվեարկում են համար 7, 10, 9, 8, 7, 6 քվեարկում են համար 4։ Ժամանակ, շնորհակալություն, համար 10։ Առաջին քննարկման շրջանն ավարտված է եւ այս պահի դրությամբ ունենք առաջադրված 4 տեխնացու։ Դրանք են համար 4, համար 3, համար 5 եւ համար 7։ Կրկնում եմ, տեխնացուներն են համար 4, համար 3, համար 5 եւ համար 7։ Եվ այսպես, ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 4-ը։ Շնորհակալություն 5 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 3-ը։ Շնորհակալություն 0 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 5-ը։ Շնորհակալություն 0 ձայն եւ ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 7-ը, հետեւաբար 5 ձայն։ Խաղը կիսվեց երկու մասնակիցների միջև, համար 4-ի եւ համար 7-ի։ Ուրեմն լսելու ենք երկու մասնակիցներին 30-ական վայրկյան, տեսնենք թե ինչով կհամոզեն եւ ինչ կապացուցեն երկու խաղացողները։ Համար 4 30 վայրկյան։ Համար 5-ին է խոսքս վերաբերվում, բոլորը լսեցին, ես կոնկրետ ինչի համար 1-ին տեխնացություն ուզեցա դնեմ, դուք կոնկրետ ուզեցաք սևական ինչ-որ քայլ անել, դրա համար ես մտածում եմ, որ համար 5-ը սև խաղացող է, ով որ համար 5-ին սկսեց պաշտպանել,
իմ կարծիքով ինքն էլ կդառնա սեվական, համար 9 օրինակի համար այն սպասության էր, որ ինքը ինչ-որ մեկի վրա կամ տեխնատություն պիտի դներ կամ կարծիք կասմեր կամ էլ համար 10-ին ինչ-որ բան առաջարկեր, որ 10-ը կիսեր։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 7, 30 վայրկյան։ Համար Տաշյան, շատ վատ կիսեցիր, բացատրեմ ինչու, որովհետև դու ինձ մեղադրում ես, որ ես համար 4-ի հետ խաղում եմ, ես չեմ խաղում համար 4-ի հետ։ Ես ասում եմ մնացածը բոլորը կարմիր են, նույն պրոստը պոզիցիոնի դու առաջինը կմեղադրեիր, եթե նստած լինեիր, ու դրանից կկպնեիր, որ ոչ մեկ չի դնում ոչ մեկի կանդիդատուրան, համար 1-ը ուղղակի շատ սիրուն բացում էր արել։ Ու համար 5-ին տենց կրիշա կանգնել, դու ես ինձ համար վատանում։ Ժամանակ, շնորհակալություն համար 7։ Մի արա տենց բաներ։ Շնորհակալություն համար 7։ Եվ այսպես, կրկին քվեարկում ենք։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 4-ը։ 5 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 7-ը, 5 ձայն։ Կրկին բաժանվեցին ձայները հավասարաչափ եւ ես պետք է անեմ եւս մեկ առաջարկություն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքել երկու մասնակիցները։ 0 ձայն։ Հետևաբար բոլորը մնում են խաղում գիշեր։ Արթնանում են սևերը եւ ցույց են տալիս իրենց զոհի թիվը։ Մաֆիան այս գիշեր խաղից հեռացրեց համար 8-ին։ Դոնն է արթնանում եւ փորձում է գտնել շերիֆին։ Դոնը չկարողացավ գտնել շերիֆին։ Շերիֆն է բացում աչքերը եւ փորձում է գտնել սև խաղացող։ Շերիֆը ստուգեց եւ գտավ կարմիր խաղացողի։ Բոլորի աչքերը փակ են։ Խոսում է միայն համար 8-ը։ Համար 8 ձեր կողմից կասկածվող սևերի եռյակը։ Նա չկարողացավ ճիշտ գուշակել սևերին եւ չի ստանա մրցաշարային հավելյալ միավոր։ Արավոտ։ Համար 8 դուք լքում եք խաղը, բայց ունեք 1 րոպե։ Շատ վատ ստացվեց։ Մեծ սիրով կուզեի միջև վերջ խաղայի։ Ուրեմն այդ թվերը, որ ասեցի, իրականում այդ թվերը տենց ավելի շատ ոնց որ դեպի սև եմ տեսել, զուտ ոչ մի համոզված բան չունեմ, խնդրում եմ դրան ուշադրություն չդարձնեք, ամեն դեպքում կարմիրներ ջան, ուշադիր խաղացեք, ուզեմ որ հաղթանակած եւս այս խաղն էլ հաղթանակենք։ Իմ համար միակ բանը որ կասեմ իմ կարմիրներին 10 կարմիր է ժողովուրդ իմ համար, բայց ամեն դեպքում ձեր ստուգումները արեք եւ այլն եւ այլն։ Ձեզ լավ խաղ եմ մաղթում։ Շնորհակալություն համար 8 ճանապարհենք։ Համար 8-ին Ուզում եմ ասեմ, որ տակտիկալ բունկերի զրահապաշտպանը ինձ պաշտպանեց, վիրավորվեցին, բայց չմեռա։ Ամեն դեպքում խաղի օրենքներն են, ես պետքա դուրս գայ։ Խաղը շատ ուժեղ կարմիրներ ունենք, հույսով եմ կարմիրները կհաղթեն։ Եվ սկսենք երկրորդ օրվա քննարկումները համար 2-ից։ Համար 2։ Համար 3 դու իմ համար, չէ, լավ։ Խնդրեմ ընդունեք համար 1-ի տեխնացությունը։ Համար 1 ընդունված է։ Չեմ դրում համար 1-ի տեխնացությունը, որտեղ վերջում փակելու է, կարող տեխնացություն չլինի ու ոչ մեկ չարադարձավ ինչ-որ համար 1-ին, բայց չկար էլ արանդառնալու բան, բայց թվում է համար 1-ի տեխնացությունը։ Ոնց ասեմ, ստեղից գնաց 6, 5, 4 գույնային տարբերություն հաստատ 3-ի մեջ կա, որովհետև ոնց որ 6-ը, հա, 6, 5, չէ, մի հատ ասեմ էլի իմ կարծիք էլի, 4-ը տրամաբանական բան ասեց, որ կիսելու հետ կապված, 10-ը իմ համար կարմիր խաղացող ասենց արագ ասեմ էլի, պրոստե որ ոնց որ ասում եմ կանոնակարգով գնաց 4-ը, դրա համար իմ համար կարմիրը 5 ինչ որ փուճուր բան բռնավեց, որով իմ համար մի քիչ անիմաստ էր, 6-ն էլ կողքից sense միացավ մի քիչ ու դրա համար այսինքն ավելի ճիշտ 4-ը տենում կարգի, կարմիր 6-ին գույնային տարբերություն տենում եմ։ Ժամանակ, շնորհակալություն համար 2, համար 3։ Ես չեմ ուզում անդրադառնալ նախորդին խոսացածին, որովհետև դուք ինձ համար սև խաղացող եք, բնականաբար պիտի ինձ մեղադրեիք ինչ-որ հարցերում։ Ինձ համար կարմիր խաղացողը համար 2-ը, կարմիր խաղացող եմ ես, կարմիր խաղացողը համար 4-ը, միգուցե սխալվեմ, սա իմ կարծիքն է։ Համար 5-ն է սև խաղացող, համար 6-ն է սև խաղացող, համար 7-ն է սև խաղացող։ Համար 9-ին դեռ չեմ հասկացել, որովհետև մեկ էլ համար 10-ն է կարմիր խաղացող։ Ամեն դեպքում ընդունեք համար 7-ի տեխնացությունը, 1-7 ինձ համար տարբերություն չկա, մեկ էլ երևի երկու խաղացողների մեջ, 5-ի եւ 6-ի մեջ կխաղամ 2-ի հետ, որպես կարմիր խաղացող, համար 10-ի հետ
որոնց արդեն վստահում եմ, ես կարմիր խաղացող եմ, վստահ եմ 3 լավ ուժեղ խաղացողներով հաղթելու ենք խաղը։ Շնորհակալություն, ընդունեք համար 7-ի տեխնատությունը։ Համար 7 ընդունված է, շնորհակալություն։ Համար 4։ Ընդունեք համար 6։ Համար 6 ընդունված է։ Կլսեմ համար 8-ի առաջարկը, որ ինքը ասում էր 1 3 6, հա, բայց 3-ի վրա չեմ կասկածում, բայց 1-ի ձայնը տենսը չլսեցինք միջև հիմա, բայց 6-ի վրա ահավոր կասկածներ կա, կարող է սխալվեմ, եթե 5 եղավ օրինակ 6-ը չէ լավ, ափսոս կլինի իհարկե, բայց ես ուզում եմ ռիսկի դիմեմ ու համար 10-ի հետ խաղում եմ, համար 9-ը հələ չգիտեմ, որտեվ համար 10-ը լավ վերլուծություն արեց, ոնց որ համար 10-ի պոզիցիոնը տենց է վերլուծություն արե, դրա համար ձեր հետ խաղում եմ։ Համար 1-ի հետ ուզում եմ խաղամ, բայց հələ իր ձայնը չեմ լսել, դրա համար կարծիք չեմ կազմելու։ Իսկ համար 6-ը ու 5-ը իմ համար շատ կհասկացել են, դրա համար ռիսկ եմ դիմում զուտ, գլորում եմ համար 6-ի վրա։ Պաս։ Շնորհակալություն։ Համար 5։ Ժողովուրդ ջան, չգիտեմ, անցած անգամ ես որ ասեցի համար 4-ը կասկածելի է, բոլորոց տենց հարցակում գործեցիք իմ կողմ, բայց կրկին կասեմ, համար 4-ը կասկածելի է։ Բացատրեցի, ես անցած անգամ նորից կբացատրեմ։ Եթե մենք բոլորս համաձայնենք, որ համար 1-ը շատ լավ բացում է արել, ու մեր համար 1-ից բացի կա ստեղ կասկածելի համար 3, ինչի է համար 4-ը ուզում եւս մեկ անգամ հենց այս շրջանում լսի համար 1-ին։ Համաձայն եմ, որ կա տենց կարծրատիպ, որ ընդհանրապես համար 1-ի տեխնատություն դնում են, որ եւս մեկ անգամ խոսի։ Բայց եթե այս պահին չունենք մարդ, որ մտածում է համար 1-ը սև է, ինչի 1-ի փոխարեն չդնել օրինակ 3-ի վրա։ Ու ես այդ նույն բացատրությունով անցած անգամ դրեցի 4-ի վրա։ Բայց ինձնից հետո խոսացողներից իմ համար ահավոր կասկածելի է համար 9-ը, ով ոչ մի բան ուղակի չասեց։ Խնդրում եմ ընդունել համար 9-ի տեխնատությունը, համար 9 ջան։ Կարող է այս շրջանի շատ լավ խոսել չքվեարկենք, անցնենք առաջ։ Փաս։ Շնորհակալություն։ Համար 6։ Համար 4 ջան, երբ որ ես խոսեցի իմ խոսքի ժամանակ, ընդհակառակը փորձեցի ձեզ պաշտպանել համար 5-ից, բայց դուք հիմա ուղղակի իմ վրա այդ ձեր ասած բառն եմ ասում, բոշկա եք ուզում գլորեք ու ասում եք ռիսկի գնամ, սա ռիսկի խաղ չի, այստեղ արգումենտալ խաղապետ Չէ, ես սեն տենց ճիշտ չի, նայեք, հիմա դուք իմ աչքին ավելի սևանում եք, որտեղ ուղակի ուզեցաք, որտեղ կարող է հանգարց 6-ը բան լինի, այսինքն ուղակի դնեմ համար 6-ի տեխնատությունը, տենց չեն խաղում, բա որ հանկարծ ես կարմիր եմ ու հանկարծ գիշերն էլ մի հոգի կարմիր դուրս եկավ, ու արդեն լավ չի լինում։ Եկեք ճիշտ խոսենք, էլի, չէ, դուք սխալ ձևով եք բանանում, ես ձեզ չեմ սևացրել, ընդհակառակը ես ձեզ պաշտպանել եմ, բա դուք հիմա ասում եք Չէ, դուք լավ չեք լսել, իսկ երբ որ դուք լավ չեք լսում, նշանակում է դուք մի քիչ ավելի սևական եք խաղում։ Համար 9 բան չասեց, բայց կարող է ուղղակի չուզեցավ ասել, չեմ կարողանում հասկանամ։ Համար 5 հələ որ խաղում եմ ձեր հետ։ Համար 3-ը մեկ այլ իմ համար սենց ինչ-որ մի բան է, տեխնատությունները ումը դնեմ։ Համար 3-ին եմ դնում։ Ժամանակ, շնորհակալություն։ Խնդրում եմ ընդունեք։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 7։ Համար 10 ջան, քո այդ գեր ակտիվությունը, որը դու ցուցաբերում ես, եթե բոլորը ուշադիր լինեն, ինքը միակն է, որ ինքը, ասենք, տենց մեկը ինչ որ մեկը կարմրացրեց իրան, ասեց համար 10-ը կարմիր խաղացողա, ինքը բոլորի հետ կոնտակտի մեջ է։ Դա ինձ ուղղակի ես չէի դիտարկում քեզ որպես սև, բայց քո կիսոցից հետո ես հասկացա, որ դու սև ես։ Ինչի դու 5-ին բոլորը նկատեցին, համար 3 ջան, առաջինն եմ 5-ի մասին խոսել։ Ես ոնց կարամ իր հետ կոմանդա լինեմ։ Չեմ կարա լինեմ։ Դու 5-6 կասկածում ես ու ինձ ես դնում։ Առաջին եմ 0 կրուգ, ես իր մասին եմ խոսել։ Դուք ոչ մեկը չեք դիտարկում համար 10-ի կանդիդատուրան, որը բացարձակապես ինքը անընդհատ փնտրում է ինչ-որ մեկին, ուզում է բոլորին համոզացնել, կընդունեք համար 10։ Ամենավատը դու ես այսօր։ Փաս։ Շնորհակալություն։ Համար 9։ Շատ շնորհակալություն։ Վերջապես ես խոսելու հնարավորություն ունեմ եւ լայն մասաների համար։ Ես զարմանում եմ Ժիրինովսկին ես, ինչն ես։ Ես խաղում եմ համար 2-ի, համար 10-ի։ Ոնց գիտես ես որ մինչև հիմա չեմ կարող իմանամ ով է կարմիրը։ Միանգամից նյուխ ունես, հա։ Համար 8-ը ում վրա էր։ Ինչ էր ասել։ 1 3 Ես հավատում եմ այս մարդուն եւ խնդրում եմ ընդունեք այս երիտասարդի տեխնատությունը, համար 3, խնդրում ընդունեք համար 3-ի տեխնատությունը։ Համար 3 ընդունված է։ Ժիրինովսկին, հեսա ես ջրի երես կհանեմ։ Շնորհակալություն, համար 10։ Համար 4 ջան, մի շփվի իմ հետ, որովհետև ես քո հետ չեմ խաղում, ուզում եմ հասկանամ իմ համար է այս խաղը, պարզ թե ոնց։ Այսինքն 4-ը խաղում է 7-ի հետ, այսինքն արդեն երկուացև, մեկը ես, եթե խոսքով նայենք, 9-ին եմ տեսեվատ։ Որտեվ 9-ի բլոկ նստածը, 9-ի պոզիցիա նստածը սենց տեքստ չպետք է ասի։ Մանավանդ նայ, եթե քո
7-ին ու 4-ին ատակա եմ արել, դու հելնում 3 ես դնում, 7-4 չես խոսում ոչ մի բան, ավելի ես ինձի կասկած տալիս, որ դու ես սևը։ Մի գնում է համար 7-ը, համար 1-ին է կլսեի, համար 7-ը ակնհայտ սև խաղացող է, համար 7, 10-ի հետ սաղ սեղանը խաղաց, բացի քեզանից։ Սաղ սեղանը 10-ը խաղաց է բացի քեզանից։ Որովհետև դու սև ես, ես քեզ շատ եմ սիրում։ Որովհետև չէինք խոսած, դու արդեն 7 էիր տալիս։ 0 կրուգում։ Յանք, ավելի մի սևացի, ընդունեք համար 7, հիմա գնում է համար 7-ը, ես վստահ եմ, շերիֆը ստուգելա քեզ։ 10 վայրկյան։ Ու ոնց ասեցի, քո ստուգումով 4 կգտնենք ավտոմատ։ Շնորհակալություն։ Համար 1։ Ընդունեք համար 10-ի տեխնացիոն։ Համար 10 հաստատված է։ Համար 10 լոգիկայից դուրս բաներ ես ասում, ես քո հետ չեմ խաղացել, ինձ մի վերցրեք ձեր դաշտ, որտեղ ես ձեր անուն չեմ տվել։ Համար 8-ը դուրս է գալիս առանց ոչ մի բանի, խաղացեք 10-ի հետ։ Լոգիկան չեմ հասկանում։ Չեմ հասկանում, լոգիկան չեմ հասկանում, ակտիվությունը, որը մտցված, դուք առանց մեզ հարցնելու որոշումներ եք կայացնում։ Դուք ձեր խոսակցությամբ ինձ 2 հոգի գինիալի կարմիր եք տվել։ Ես հիմա թվերի անունը չեմ ասում։ Այս խաղից գնում է համար 10-ը, եթե շերիֆը կա անպայման թող ստուգի համար 10-ին։ Պրոստը համար 10-ին եթե դա ստուգես, ամբողջ խաղը ընկնում է իր տեղը։ Ես ասեմ, որ երկրորդ համարը մոլորված, գժոտ, կարմիր խաղացող է, պրոստը 10 վայրկյան մոլորված։ 3-ին եմ կասկածում եմ նաև, նու 4-ին չեմ ասում, 4-ը իր դեմից խաղերը տվեց, իմ բանը դրեց, հիմի ուզում է ինքը արտահանալ պետք չի։ Դու իմ համար առայժմ կարմիր ժամանակ, շնորհակալություն համար 1։ Բավականին հետաքրքիր պատկեր ունենք։ Գրեթե ողջ սեղանը առաջադրված է որպես խաղը լքելու տեխնացու։ Դրանք են համար 1, համար 7, համար 6, համար 9, համար 10 եւ համար 3։ Կրկնում եմ, համար 1, համար 7, համար 6, համար 9, համար 10 եւ համար 3։ Եվ այսպես, ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 1-ը։ Շնորհակալություն 1 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 7-ը։ Շնորհակալություն 3 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 6-ը։ Շնորհակալություն 1 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 9-ը։ Շնորհակալություն 0 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 10-ը։ Շնորհակալություն 3 ձայն, եւ ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 3-ը, շնորհակալություն 1 ձայն։ Եվ այսպես խաղը կիսվեց համարներ 7-ի եւ 10-ի միջև։ Հետեւաբար մենք կրկին լսելու ենք այդ երկու համարների ներքո խաղացողներին 30-ական վայրկյան։ Համար 7 30 վայրկյան։ Համար 4 ջան, նայ ինքը համար 10-ը շատ գերակտիվ խաղ է խաղում ու ամեն ինչ անում է իբր ես ու դու մենք չենք կարա իրար հետ դվոյկա լինենք։ Ես ընդհանրապես պաշտպանել եմ համար մի րոպե ով ում հետ է խաղում։ 4-ը քո հետ է խաղում։ Դու շադիր եթե լինեիր կտեսներ։ Ինքը իմ հետ չի խաղում։ Ինքը իմ հետ չի խաղում։ Իմ դեմ դրել է համար 3-ը, որը անհասկանալի է դրել։ Ինքը ամեն ինչ անում է, ինքը ամեն ձևի ուզում ժամանակ, շնորհակալություն համար 7։ Շնորհակալություն համար 7։ Համար 10 30։ Համար 2 քեզի եմ դիմում, որովհետև դու մենակ մեկին քվեարկեցիր, հիմա հանկարծ իմ հարցում չսխալվես, դու կարմիր խաղացողն ես, մեկն էլ է կարմիր խաղացող, որ իմ հարցում մոլորվել է։ Նա թիշի դու ում վրա այս կանդիդատուրա դնում։ Ում ես քվեարկում։ Մի вообще սև անումը տենց քեզ ինձի քվեարկում։ Դու։ Վես ջան, դու ինձի ես քվեարկում։ Համար 5 ես ինձի քվեարկում։ Որ կիսվեմ, դու ինչ գիտես ես կիսվելու եմ թե չէ։ Դու էլ ես սև անում։ Ժամանակ, շնորհակալություն համար 10։ Կրկին քվեարկում ենք։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 7-ը։ Շնորհակալություն 3 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 10-ը, մնացած 6 ձայները բնականաբար։ Համար 10, 1 րոպե։ Այս խաղի տրոյկեն լավ ես բան կտամ, 4 հոգու կտամ, 9, 7, 4, 5, 5 եթե դու կարմիր ես, շատ վատ ես խաղում, շատ վատ խաղացի, չնայած համար 1 դուք իրանց շփոթեցիք, որ ես սև խաղացող եմ։ 7-ը սաղիդ բան արեց, խափեց, սաղը հավատացիք։ Եթե 7-ը սենց խափեց ու դուք սաղը հավատացիք, պետք է սևերը հաղթեն այս խաղը։ Դրա համար ես էլի եմ ասում 7, 9, դվոյկայա նստած այս կոմը, շերիֆ Բարլուս 7-9 հաստատ սև են,
4-5-ի մեջ է, եթե 5-ն է կարմիր, դուք ավելի շատ խնդիրներ ունեք, որովհետև 5-ը անես կարմիր խաղացող, բայց ինձ թվում է 7-9-4։ Այսքան բան ձեզ լավ խաղ։ Շնորհակալություն։ Ճանապարհենք համար 10-ին։ Ես ահավոր ներվայնացած եմ, որովհետև համար 5-ը ասում է համար 4-ը սև է, դնում է իմ կանդիդատուրան, համար 6-ը ասում է համար 4-ը սև է, դնում է իմ բան, ինձ է քվեարկում։ Ես вообще չեմ հասկանում ինչ լոգիկայով են խաղում։ Եթե այս խաղը պետք է էմոցիոնալ խաղանք, ես էմոցիաներս դնեմ մի կողմ, սկսեմ ուսուցիչի պես խաղալ, որ մարդիկ պետք է խոսք լսեն, տրամաբան են, ոչ թե էմոցիաներով մենակ։ Բուրըն ցերեկվանից հետո գիշեր։ Սևերը դուրս են գալիս որսի և ցույց են տալիս իրենց հերթական զոհի թիվը։ Մաֆիան այս գիշեր խաղից հեռացրեց համար 2-ին։ Աչքերը բացում է Դոնը և փորձում է գտնել շերիֆին։ Դոնը այս գիշեր չկարողացավ գտնել շերիֆին։ Աչքերը բացում է շերիֆը և փորձում է գտնել սև խաղացող։ Շերիֆը ստուգման ընթացքում գտավ սև խաղացողի։ Արավոտ։ Համար 9 մտահոգ դեմքով մի նստեք։ Համար 2-ը լքում է խաղը։ Համար 2 1 րոպե։ Խաղի սևերն են համար 1, համար 7։ Ես խաղի շերիֆն էի։ 7 ջան, դու 1-ի հետի սևն ես, հիմա լսեք կարմիրը ինձ ուշադիր։ Ստուգել եմ առաջ գիշեր համար 3-ին, որ հասկանայի 1-ը սև է, թե չէ։ Ու խաղի սևը համար 1-ն է ու 7-ը, որովհետև համար 7-ը կոդրեց ընես քվեարկեց, որ համար 10-ը դուզ գա։ Հասկացաք ինչա կատարվում։ Այն ֆլանգի չեմ կարող ասեմ իրանց հետ երրորդը որ ում է ստուգել։ Համար 1 նկատողություն։ 3-ին եմ ստուգել ու 7-ին։ 3-ը կարմիր է, 7-ը սև է։ Դու էլ հետի սևն ես համար 1։ Հասկացար 3 ինչա կատարվել։ Քվեարկությունը ուշադիր ես նայում, ինչ եղավ։ 10-ը ոնց ջարդեց խաղը խոսակցությունով, 7-ի հետ ոնց կարվեցին իրար հետ նայելով ոնց հանեցին համար 10-ի։ Ջոգին ինչ կատարվեց։ Ես ասում եմ համար 7-ը գնում է, 1-ն էլ է գնում, տես ինքը ոնց կատարվեց, դուրը չեք ավետի իրա, ինքը արդեն իրան վարեց։ Ստեղ շատ կասկատելի է գալի 9-ի 10 վայրկյան ու 5-ի միջև կա 6-ի, ոչ թե խաղը քո վրա, քեզ եմ հանրես գիշեր, բայց մեկ կարմիր էր ուշադիր, նայեք ինչա կատարվում, էլի։ Այդ սևը կարա շատ խիտրի մտնի։ Ժամանակ, շնորհակալություն համար 2 ծափահարություններով ճանապարհենք։ Համար 2-ին շնորհակալություն խաղի համար։ Մեկը մի քիչ էլի իր ռեպերտուարի մեջ էր, խառնեց խաղը, ես իրար կասկածի սև խաղացող, բայց 7-ին գտել եմ կարևորը մի հատ սև խաղացող ու բոլոր հնարավորություն ունեն այս խաղը հաղթելու։ Ես դուրում եմ 7-ի, որքետ չէի հանում, սև են, ես ես արած մոգելը Մենք սկսում ենք հերթական օրվա քննարկումը համար 3-ից, համար 3 1 րոպե։ Ուրեմն ամենաբարդ պատասխանատվությունը ընկավ իմ վրա, քանի որ միակ ստուգված կարմիր խաղացողը ես եմ, ես բնականաբար չեմ կարող չհավատամ, որտեղ ես կարմիր եմ, բնականաբար խաղի մեջ ուրիշ շերիֆ չկա։ Ընդունեք 7-ի տեխնացությունը միանշանակ, դա չի քննարկվում, եթե ստուգված սևա գնում է, եթե ինչ-որ մեկը 7-ին չքվեարկեց, ուրեմն բացարձակ ներողություն եմ խնդրում խաղալ չգիտի 7-ը սև է քանի որ 10-ը շատ ողջավորված էր ու տալիս էր համար 7-ին սև խաղացող ես էլ եմ սկզբից համար 7-ին սև տեսել մեկը իրականում ջարդեց ու կողմ էր որ համար 10-ը գնար որովհետև մեկը բնականաբար սև անում է ինձ համար դու կարմիր խաղացող ես չգիտեմ ինչի ես դες բաներ անում ախր լսի մի հատ խաղ ուշադիր լսի ինչ է խոսում եթե կարմիր ես խաղա իմ հետ եթե չէ մեկը դուրս ես գալու էլի 7-ը գնում մյուսը գնում է մեկ խաղացող գուցե գիշերը ինձ խփեն բայց ամեն դեպքում ես էլի եմ ասում կասկածները նաև 6-ի ու 5-ի մեջ է եթե չէ 9-րդը գնալու է իմ հետ թիմ եղեք 7-ի տեխնացությունը 7 ջան լքելու ես խաղը այդքան բան այո ինչքան էլ ուզում ես համոզի մեկա չեն համոզի ժամանակ շնորհակալություն համար 3 համար 4 ուրեմն ընդունեք համար 7 համար 7 հաստատված համար 1-ը չգիտեմ ինքը միշտ լոգիկա է խոսում ու տրամաբանորեն է խոսում ես չեմ պատկերացնում որ ինքը կարա սև լինի որ շերիֆը ասում է լավ կներ որ ինքն էլ մեծ ստուգված լիներ պրոստե տենց
գիշերներ չի եղել, որ կարողանա ինքն էլ ստուգվի։ Դուսագալի համար 10-ը կարմիր խաղացող ա եղել, իր տրամաբանությամբ պիտի խաղանք։ Ինքը մտածում էր 7-4-ը իրար հետ է խաղում, բայց ես իրան էլ ասացի, որ ես 7-ը չեմ խաղացել вообще, 7-ի անունով չեմ էլ տվել։ Ինքը չգիտեմ խի մտածում էր, որ ես 7-ի հետ եմ խաղում։ Այստեղ հարցը ծագում կամ 5-ը 6-ի մեջ է մի սևը, դե 7-ը արդեն ակնհայտ է որ սև է, կամ էլ 9-ը սև։ Դե համար մեկին ես չեմ կասկածում, չեմ կարող կասկածեմ, որովհետև իմ ինտուիցիան ինձ ստիպում է, որ ես չկասկածեմ համար մեկին, չգիտեմ խի։ 10 վայրկյան։ Շնորհակալություն, համար 5։ Շնորհակալություն։ Խաղում չունենք, չէ, ուրիշ շերիֆ։ Ուրեմն պիտի հավատանք մեր շերիֆին, ես քվեարկելու եմ համար 7-ի դեմ, համար 3 ջան խաղում եմ ձեզ հետ ու նայեք մի հատ վերլուծություն անենք։ Համար 8-ին խփել են, ինքը հաստատ կարմիր է գնացել։ 10-ին մենք մեր ձեռով ենք հանել 7-ի փոխարեն։ 19-ը իրար հետ չէին խաղում ահավոր ու ես վստահ եմ, որ համար 9-ը սև խաղացող է։ Իհարկե եւս մեկ անգամ լսելուց հետո ավելի հստակ կլինի իմ համար, բայց այս պահին իմ համար 9-ը ավելի սև է, քան համար 1-ը։ Մենք կարանք ընտրենք, որոշենք ում հանենք, այս անգամ իհարկե գնում է համար 7-ը, դրանից հետո կխնդրեմ մի հատ ուշադիր լինեք համար 9-ի խոսացածին, որովհետև իմ կարծիքով հենց 19 հակամարտությունը էլի պետք է հաշվի առնել։ Համար 9 ընդունված է։ Շնորհակալություն։ Համար 6։ Համար 7 ջան, դե դուք գնում եք, ափսոս որ համար 10-ը գնաց, իրոք ափսոս որ գնաց, որովհետև իրոք։ Համար 1 ջան, դուք եք իմ համար սև, որովհետև հենց դուք արեցիք, որ մենք կենտրոնանանք համար 10-ի վրա կամ խաղը լինենք, ինձ թվում է արմիներով հաջորդը հանելու ենք համար 1-ին, արդեն ստեղ էլի իմ համար կասկածյալը համար 9 դուք եք երրորդ, որտեղ դուք որևիցե բան ոչ խոսեցիք, ոչ մի բան ոչ ասեցիք, ոչ միայն երբ որ 10-ը դուրս եկավ, դուք շատ ուրախացաք։ Եթե դուք կարմիր խաղացող եք, ցանկացած քվեարկության ժամանակ, երբ որ մեկը դուրս է գալի, պիտի կասկածներ լինի, արդյոք մենք ճիշտ ենք արել, թե սխալ ենք արել, որտեվ մարդը երբ որ գնում է, ինքն հենց չէ որ սենց ստուգված սև էր, այ հիմա որ 7-ը գնա, մենք ուրախ ենք, որ սև ենք անում, բայց 10-ը ստուգված չէր ու լիքը կասկածներ կար։ Դուք շատ ուրախ էիք, դրա համար դուք իմ աչքին 90%-ով սևացաք։ Հիմա կխոսեք, նոր կհասկանանք ինչ ենք անում, բայց ամենայն դեպս մեկն էլ է համար 6, համար 7։ Գնում է համար 5-ը, ձեզ լավ խաղ։ Գնում է համար 5-ը։ Հետևաբար մենք բոլորս հասկացանք, որ քվեարկություն չի լինելու։ Համար 9, լսում ենք ձեզ։ Շնորհակալություն, վերջապես կարող եմ խոսամ։ Խոսում եմ, ասում եք չի խոսում, չի խոսում, ասում եք խոսում։ Ես չհասկացա համար 7-ի գնաց, ես ուզում եմ հավատամ, ես հեսա ձեզ կանրադառնամ եւ ձեր հարցին։ Ես քանի որ այդ 7-ի տեխնացությունը ունենք, ես ուզում եմ ընդունեք համար 1-ի տեխնացությունը։ Համար 1-ը ընդունված է։ Մեկին է ճամփենք հանգիստ։ Տենանք ինչա կատարվում, հետո ձեզ եմ հանելու, ձեր հերթնեկա։ Իսկ ես չեմ ուրախացել, ընդհանրապես ռեպլիկա եմ տվել, ինքը գնացել է։ Որովհետև շատ ակտիվ էր խաղում, այդքան ակտիվ չի կարելի։ Ականջս ցավված, տարակում էր այս ականջս, չի կարելի այդքան ղժբժալ։ 10 վայրկյան սև եւ հաջորդը ես ձեզ եմ կասկածելու։ Այո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն համար 9, համար 1։ Ժորժ ջան, խաղում ուրիշ շերիֆ կա։ Չկա, չէ։ Իսկ երկրորդ համարի շերիֆով բացես ձեզ դուր եկա որպես շերիֆ։ Լոգիկայից դուրս բաներ խոսած։ Լոգիկան ո՞րն է, ասում է, ես ստուգել եմ սրան, չեմ ստուգել մեկին, մեկը սև է, որովհետև 7-ին ստուգել, բան չհասկացա։ Ինքը երկու գիշեր է բացել, ինքը ոչ մի բան չասեց, ինքը ոգևորվեց ու գնաց։ Ես եմ սև։ Ընդունեք համար մեկը չի կարող ափսոս ընդունի, ես մեծ սիրով խաղից կգնայի, պրոստը մոլորված կարմիրներ, ես ձեզ եմ դիմում, դե 7-ը գնաց սև, 10-ը գնացել է սև, 8-ը, հիմա ես տեխնացություն չեմ կարա դնեմ, հեսա կտենամ հաջորդ գիշեր ով է խփվելու, սևը բանը նշված էր համար 5-ը, սևը 7-ը ինձ կարմրացրեց համար 5-ին, ընդ մնում են բանը S2-ը, նու խնդրեմ մոլորված սև կարմիր խաղացող ենք դել չգիտի ինչա, ինչ խոսարար մարդ բան հասկանան, Ժորժ ջան ամեն դեպքում իմ համար ժամանակ, շնորհակալություն համար 1 ժամանակ, հիշում եք չէ, քվեարկություն չի լինելու, գիշեր, դուրս են գալիս որսի սևերը և ցույց են տալիս իրենց զոհի թիվը։ Սևերը այս գիշեր վրիպեցին։ Աչքերը բացում է Դոնը և փորձում է գտնել շերիֆին։ Դոնը ստուգման ընթացքում գտավ շերիֆին։ Աչքերը բացում է
Շերիֆը եւ փորձում է գտնել։ Շերիֆը չստուգեց ոչ ոքի, քանի որ խաղի մեջ չէր։ Բարի լույս բոլորին, բարիս բուն իմաստով վրիպում։ Եվ սկսում ենք քննարկման հերթական օրը համար 4-ից։ Համար 4, 1 րոպե։ Ես մտածում եմ, որ համար 9-ն է սևերից մեկը, որովհետև վրիպումը եղել, ինքն էլ թուլ խաղացող է։ Որովհետև համար 7-ը նշմար է տվել, որ համար 5-ը պիտի լինի, համար 9-ը ինձ թվում է չի նկատել, չի հասկացել, չգիտեմ, մի խոսքով համար 9-ի վրա եմ հասկացում ու տեխնացությունը ընդունեք համար 9-ը։ Համար 9-ը ընդունված է։ Ինչ պետք է անեի, ինչ պետք է անեի։ Համար 9-ը նկատողություն։ Քանի որ ժամանակը չի լրացել, ասեմ, համար 7-ը տեխնացություն էր դրել ձեր վրա, ձեր վրա եմ ասում, ասել էր համար 5-ը կհանա գիշերը։ Համար 3 նկատողություն։ Բաս։ Շնորհակալություն։ Համար 5։ Համար 9 ճանախր ես էլ հուշեցի, ասացի համար 5-ին պերֆեկտի ուշադիր լինեիք։ Երկու շրջանը ասում եմ համար 9 սևա ժողովուրդ ջան եկեք հանենք կհասկանանք, եթե խաղը բնականաբար չի ավարտվի, որովհետև վրիպում ա եղել, արդեն կդիտարկենք իմ կարծիքով 1-ի կամ 4-ի մեջ, բայց այս պահին դեռ 1-ի վրա տենց շատ կասկածներ չունեմ, ամեն դեպքում խոսալուց հետո կհասկանանք, խնդրում եմ ընդունել համար 9։ Համար 9 ընդունված է։ Շնորհակալություն։ Համար 6։ Համար 9 ջան, դուք եք ուզում ինձ ճամփեիք, դուրս կգա, որ մենք ենք ձեզ ճանապարհելու, իհարկե, այդպես ստացվեց։ Դե հաջորդը համար 1-ն է, մեր հարգարժան պարոն Հարությունյանը, այդպես ստացվեց։ Կարմիրներով կհաղթենք, այս բոլորս կարմիրներ ենք, համար 9-ը գնում է, խնդրում եմ ընդունեք համար 9-ի տեխնացությունը, հաջորդը թող մնա համար 1-ը կգնա։ Շնորհակալություն, համար 6։ Համար 9-ը։ Ես տենց էլ բան չհասկացա, ով գնաց, խի գնաց այդ մարդը, չի սենց։ Ես ընդունեք համար 1-ի տեխնացությունը, ես համար 1 ընդունված է։ Առաջարկում եմ ինձ հանելուց առաջ մի հատ հանեք համար 1-ին, հետո ինձ մեկը կհանեք։ Ես տա եմ վրաշ չեմ գնում, ոչ մի ինձ դսեք մի հատ։ Ես ոչ միտեղ չեմ գնում, վրազ չեմ։ Բան չունեմ, խաղից հետո էլ բան չունեմ։ Մնում եմ խաղամ։ Ընդունեք համար 1-ի տեխնացությունը, շնորհակալություն։ Շնորհակալություն համար 9, համար 1։ Ես չգիտեմ, շատ абսուրդ խաղալու։ Լուրջ եմ ասում, ձեր կարմիրների հիմարև տարվելու եք։ Լուրջ եմ ասում, դուք պրոստը ձեր ոչ լոգիկայից դուրս խաղո, լոգիկայի մեջ չի ձեր խաղը։ Լուրջ, դուք այս խաղը պրոստը նվեր տվեցիք սևերի։ Խաղից գնում է համար 9, խնդրում եմ, եթե խաղում կա սև խաղացող, խփում է ինձ ու դուք խաղը տանում եմ 5-ին հանգիստ թողեք ժողովուրդ։ 5-ին հանգիստ թողեք, ես այս բան եմ ասում։ Խնդրում եմ, եթե կա խաղում սև խաղացող, մենակ ինձ խփելով կարող խաղը տանեք։ Մենակ ինձ խփելով, ինձ հանելով չեք կարա։ Լուրջ եմ ասում։ Հասկանում եք ինչ եմ ասում, լոգիկան որն է։ 9-ի տեխնացությունը կա, պրոստը եթե սաղդ ուզում եք 9, կարող ինձ էլ անեք։ Ուզում եք 9 մնա, ինձ անեք։ Ուզում եք 9 մնա, ինձ անեք։ 9 դե էլ այմ տեխնացություն, ունեք վիբր։ Ունեք 2 տեխնացություն, 9 եւ 1։ Ժամանակ, շնորհակալություն համար 1։ Դուք արդեն որոշեք։ Համար 3։ Ժողովուրդ, ընդունեք 9-ի տեխնացությունը կար, ընդունեք համար 1-ի տեխնացությունը։ Համար 1 հաստատված է։ Սենց է, ես չեմ էլ ուզում այս կողմ նայեմ, որտեղ շատ սևություն է գալի այս կողմից։ Հիմա նայեք, շատ տրամաբանական բան եմ ասում, համար 9, համար 6, համար 5 քվեարկում եք 1-ին, համար 3, համար 4, համար 6 քվեարկում ենք համար 9-ին։ Կիսում ենք ձայները, երկուսով էլ խաղից գնում են, ինչի մասին է խոսքը։ 6 հոգի խաղացող ենք, հա։ Հիմա մեկը ուզում է հանի 9-ին, 9-ն էլ ուզում է հանի 1-ին, չէ։ Կիսենք ձայները, երկուսով թող դուրս գան։ Մի սևա, եթե նույնիսկ մնա, բայց չի մնալու, ես վստահ եմ չի մնալու։ 3, 4, 1, 5, 6, Այ ող համար 6 նկատողություն։ 1, 3, 4 քվեարկում ենք համար 9, 9, 6, 5 քվեարկում են համար 1։ Կիսում ենք ձայները, լսում ենք, երկուսին էլ ասում ենք բարի ճանապարհ խաղը հաղթում ենք։ Չվերջացնենք, որ ուրիշ խաղել խաղանք։ Ընդունեք 1-ի տեխնացությունը, շնորհակալություն։ Համար 1 հաստատված է, շնորհակալություն։ Եվ այսպես։ Ունենք 2 տեխնացու։ Համար 9 եւ համար 1։ Կրկնում եմ համար 9 եւ համար 1։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 9։
Շնորհակալություն 3 ձայն։ Ովքեր են կողմ որ խաղալքի համար 1-ը։ Շնորհակալություն 3 ձայն։ Կիսվեցին մեր ձայները, խոսում ենք 30-ական վայրկյան։ Համար 9։ Դժվար է։ Ձեր հետ խաղալն անիմաստ է պրոստը։ Դու շատ լավ ես խաղում, թե ինձ թվում է, որ դու ավելի լավ ես խաղում, քան ես։ Ոնց որ դու ավելի լավ ես խաղում։ Չգիտեմ ինչ ասեմ, բան չունեմ ասելու։ Համար 1-ը մեկին ճամփեք, ինձ ճամփեք, մնացած խաղացեք։ Վերջ։ Շնորհակալություն համար 9, համար 1 30 վայրկյան։ Լավ, վերջնականապես ասեմ, որ կարմիրները ստորացված տարվելու են, որովհետև ես հիմա առաջարկում եմ, այս խաղից գնանք մենք երկուսով։ Ու դուք կտենաք կարմիրներ, մոլորված կարմիրներ, որովհետև լոգիկայից դուրս խաղ։ Այս խաղից գնում ենք մենք երկուսս։ Հիմա չգիտեմ ոնց ենք անում։ Կարամ ես սենց անեմ, ես հենց հրաժարվում եմ, որ 9 մնա խաղի մեջ, որ դուք հասկանաք դուք տարվել եք։ Կարմիրներ, դուք տարվել եք։ Ուղղակի ես խղճում եմ ձեզ, լուրջ եմ ասում, կարանք ընենց անենք երկուսով։ Ժամանակ, շնորհակալություն համար 1։ Ժամանակ համար 1։ Ժամանակ։ Նորից քվեարկում ենք, ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 9։ Շնորհակալություն 3 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 1-ը։ Շնորհակալություն 3 ձայն։ Այժմ քվեարկելու ենք երկու թեկնածուների համար միանգամից։ Եվ այսպես, ովքեր են կողմ, որ խաղը լքեն եւ համար 9 եւ համար 1-ը։ Միաձայն։ Այսպիսով, երկուսն էլ լքում են խաղը, թե համար 9 եւ թե համար 1-ը, սակայն մենք պետք է լսենք նրանց մախոսականները։ Համար 9, խնդրեմ։ Ես ուզում եմ խմեմ մեկ համարի կենաց։ Շատ դժվար է խմել։ Բայց ինձ թվում է աղմակ խաղ ստացվեց։ Ստեսություն ձեզ։ Շնորհակալություն համար 9, ճանապարհենք համար 9-ին։ Հարգարժան համար 1 խնդրեմ։ Կամ այս խաղը շատ գինյալի խաղացել են սևերը, կամ այս խաղը վարի ատվել մեր խաղի շերիֆը։ Հիմա, ովքեր որ իրանց համարում են կարմիր ու կարմիր են, դուք հիմա ստորացված ստեղից դուրս եք գալիս ձեր անիմաստ խաղի պատճառով։ Պրոստը, ձեր անիմաստ խաղի պատճառով։ Ձեզ հաջողություն դե մխ կտացեք ժողովուրդ ջան։ Շնորհակալություն ճանապարհենք համար 1-ին։ Ես ընդ ինչ որ մի երկու սխալ բան արեցի, բայց ոչինչ, ոնց որ մենք հաղթում ենք, մենք դեռ կհաղթենք։ Վերջապես, հա, ոնց որ այս խաղն էլ հաղթեցինք։ Էս եք ուզում, հա, էս եք ուզում։ Բադուկ ինչ եք ուզում։ Չէ, մաֆիան հետաքրքիր խաղ է, բայց ոնց որ սկսում եմ այս խաղը չսիրել։ Ասեցի, եթե 7-ից չենք, 4-ից մինա դրմենա։ Ես քեզ պետք է հանեի ուրիշ մատենակ չեմ, բայց մեղադրել էր քեզ։ Ով։ Չէ, չի մեղադրել։ Եթե չեն կարող ասել շատ ակտիվ։ Գիշեր։ Դուրս են գալիս որսի սևերը եւ ցույց են տալիս իրենց զոհի թիվը։ Մաֆիան այս գիշեր խաղից հեռացրեց համար 5-ին։ Շնորհակալություն։ Արավոտ։ Համար 5 դուք հմայի չեք, բայց պետք է ասեք 1 րոպե մախոսական։ Շնորհակալություն։ Համար 3 ջան, ուրիշ շերիֆ չենք ունեցել բացվող։ Փաստացի մեր շերիֆը մեզ ճիշտ է խաղացող է տվել։ Դու շադիրեղի համար 4-ին, իմ կարծիքով հաջորդ ձևը համար 4-ն է։ Չեմ կարող ես ոչ մի ուրիշ բան անեմ, 6-ի խոսքից չեմ մտածում, որ սևա։ Դու մի քիչ 4-ին ու շադիրեղի, մնացածը ինքդ որոշի։ Այսքանը փաս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Քննարկման, այսպես նեղ շրջանակով քննարկման ցերեկը սկսում ենք համար 6-ից։ Համար 6։ Համար 4 ջան, ես հասկացա այն ժամանակ, որ դու բան ուղակի չունեիր ասելու եւ չէիր լսում, թե ես ինչ եմ խոսել, ինչ եմ ասել, դու ինձ դրեցիր, տեղից արդեն պարզվեց, բայց մտածում էինք 1000 անգամ ներողություն համար 1-ի հետ կապված, որովհետեւ շատ սխալվեցինք, դուք գնաք հաստատ, որովհետեւ դուք սև խաղացողն եք, համար 3-ը դե պարզա, դուք դաժե սխալ կրակեցիք էլ։ Դուք որ համար 3 կրակեիք,
այս ժամանակ вообще դուք թողեցիք ստուգված խաղացողին, դուք վատ սև խաղացիք, այնպես որ խնդրում եմ ընդունեք համար 4-ի տեխնացությունը։ Համար 4 ընդունված է։ Շնորհակալություն։ Համար 3։ Սև ես համար 6։ Սև ես։ Ուզում եմ քեզ լսեմ մի հատ, որտեվ այ քեզ պատասխանատվություն։ Բայց համար 1-ը փաստացի գնաց սև կարմիր խաղացող, հա։ Մեկի 4-ի տեխնացությունը դրեցիք։ Ընդունեք 6-ի տեխնացությունը։ Համար 6 ընդունված է։ Մի հատ լսեմ ձեզ, էլ։ Վերջ։ Շնորհակալություն համար 3։ Համար 4։ Տեսեք, տրամաբանորեն բան եմ ասում, համար 9-ը որ սև խաղացող էր, պարզվեց 9 սև խաղացողը, առաջինը ես եմ բացում արել այդ շրջանի, առաջինը ես եմ տեխնացություն դրել 9-ի վրա։ Կրիտիկական պահ է, չէ՞, ես եթե մենակ լինեմ, օրինակի համար սև դեմ խաղացող, ես ռիսկի չեմ դիմում, հիմա ինձ զերոտել 9 հետս լիներ, 2-2 սևերը կրային օրինակի համար։ Բայց սևին ես եմ առաջինը ասել, որ ինքը հելի գիշ, բանը քվեարկություն անենք, հելնի 9-ին։ Ես ինի հետ մեկն է գնացել։ Համար 3 նկատողություն։ Համոզվեցինք, որ 9-ը բանը սև խաղացողը, մեկը կարմիր է։ Եթե ինքը իրար հետ հելան, մեկի վերջի խոսակցությունը, որ հելնում էր արդեն, ինքը կոնկրետ ասած կարմիրը դուք ամոթը գեդին եք մտելու, եթե դուք 10 վայրկյան կռվեք։ Դրա համար 8-ը որ դեմից ելավ, ասում էր համարվեց, ես 9-ը բոշկա գլորեցի 6-ի կողմ, ու պարզած ճիշտ է դուս գալի։ Ժամանակ, շնորհակալություն։ Եվ այսպես, ունենք 2 տեխնացու 3 խաղացողների մեջ։ Դրանք են համար 4 և համար 6։ Կրկնում եմ համար 4 և համար 6։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 4-ը։ Նախագծի գլխավոր հովանավորներն են Իջևանի գինու գործարան, Զորելլի ծառայությունների հարթակ, Գտի դանդաժեշտ մասնագետին Զորելիում 180+ ծառայությունների վերիֆիկացված մասնագետներ, մեկ հարթակում, ընտրիչ ծառայությունը, լրացրու պահանջվող մանրամասները, ստացիր առաջարկներ մասնագետներից ու համեմատիր։ Հարմար տարբերակը հաստատելուց հետո մասնագետը կայցելի ու կկատարի պատվերը։ Զորելի, օգնող ձեռք յուրաքանչյուր ընտանիքի համար։ AH Travel տուրիստական ընկերություն։ Ճամփորդությունը պարզապես տեղ հասնել չէ, դա զգացողություն է, որը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Բարի գալուստ LH Travel, ձեր վստահելի ուղեկիցը աշխարհի ցանկացած ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք ոչ թե ուղեկի տուրեր, այլ հիշողություններ, որոնք մնում են ձեզ հետ երկար տարիներ։ Պլանավորիր քո հաջորդ ճանապարհորդությունը մեզ հետ 077 52 18 12 LH Travel, ճանապարհ դեպի քո լավագույն հանգիստը։ Հովանավորներն են Տակտիկալ բունկեր, Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը, Սա լավ տեսք չունի։ Ուզում ես շտկենք։ Հա, շատ ավելի լավ է։ Մոգո, ստացիր անգրավ վարկ և դարձրու կյանքի բարեփոխումները հասանելի։ Այբոլիթ հեռախոսների և աքսեսուարների մասնագիտացված խանութ սրահների ցանցը, Կեչուտ ռեստորանային համալիրը, Վարվիքս մսամթերքի արտադրամասը։ Ցուցադրման հովանավորներն են Like.net ընկերությունը,
LikeNet ընկերությունը մատուցում է ինտերնետ եւ հեռուստատեսային ծառայություններ։ Մեզ հետ դուք ստանում եք անխափան ինտերնետ եւ բարձրորակ բազմաթիվ հեռուստաալիքների դիտման հնարավորություն։ Հատուկ առաջարկ՝ հրավիրիր ընկերոջդ եւ ստացիր 1 ամիս անվճար ինտերնետ։ LikeNet, որակյալ կապի ձեր վստահելի ընտրությունը։ Լեդիզոն կանանց մարզասրահների ցանցը։ $379 գարեջուր։ Full Service Consulting հաշվապահական ընկերությունը։ Ինչպես գիտեք, մաֆիայում կան կարմիր եւ սև խաղացողներ։ Այդ իսկ պատճառով Full Service Consulting-ը այսօր ներկայանում է այս հանդերձանքով։ Full Service Consulting հաշվապահական ընկերությունը համագործակցում է Մաֆիան քաղաքում հաղորդաշարի հետ եւ հայտարարում ենք, որ եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները կստանան 100,000 դրամ արժողությամբ նվերքատեր մեր բոլոր ծառայություններից օգտվելու համար։ բոլորին մաղթում ենք բարի դիտում։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 4-ը։ 2 ձայն։ Հետևաբար ձայների մեծամասնությունը։ Եվ քանի որ մանկուց մենք գիտենք, որ 2-ը 1-ից շատ է։ Հետևաբար հաղթանակ կարմիրներին։ Սի տեսակ լարվել էիր։ Շատ դաժան էր, իրականում ես մտածում եմ մենք ենք հաղթելու սևերով, որովհետև համար 3-ը ինձ արդեն ավելի շատ էր հավատում, քան թե համար 6-ին, բայց վերջի պահին չգիտեմ ինչա մտքով անցել ու վերջի պահին իր խաղակցին օգնել, որ ինձ հանեն ու տենց ես պարտվեցի, բայց շատ ուժեղ խաղ էր։ Իմ պլանս էր, որ ես ասացի կրակվում է համար 5-ը, բայց պարզ էր, որ նորմալ ճիշտ խաղացողները կկրակին համար 3-ին ստուգված էին։ Բնականաբար կրակվեր համար 3-ը, 4-ը չկրակեց։ Причем Ստեփան Ղամբարյանը, որը հաշվում է անփորձ խաղացող, ինքը ճիշտ հասկացել էր ու ակամա 5-ը սևանում էր։ Ու այնտեղ պահ եղավ, որ սևերը կարային կրեին, ուղղակի պետքա ջարդեին սեղանը առանց ոչ մի բան մտածելով։ Իրանք չարեցին, էլի 3 ու դրա համար կրվեցին, բայց ես գտնում եմ, որ ես ված չեմ խաղացել։ Ուղղակի ինձ համար մեկը մի քիչ տարօրինակ էր, որ չէր հավատում շերիֆին, դրա համար ես մեկին ուզեցի կիսեմ, որտեղ 9-1 կասկածում էի, ամեն դեպքում շատ դժվար էր վերջում ճիշտ ընտրության գալ, ճիշտ եզրահանգման գալ, որովհետև միակ կարմիր խաղացողը ես էի մնացել ու շատ դժվար էր երկու խաղընկերոջս խաղընկերներից մեկին սև գտնել։ Այսօր այսքանը, հուսով եմ ձեզ այսօրվա խաղը դուր եկավ, եղեք առողջ, ուրախ, երջանիկ, սիրելի տիկնայք եւ պարոնայք, եւ երբեք չընկրկեք դժվարությունների առջև։ Դուք անպայման հասնելու եք հաջողության, դե իսկ կրակոցները մեր կյանքում թող լինեն միայն մաֆիայի սեղանի շուրջ։ Կհանդիպենք։ Մաֆիան քաղաքում